Բայց թող օրինակ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա։ Շատ հաճախ կյանքում հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ խորը հիասթափություն ենք ապրում, անորոշություն, տրտմություն, կսկիծ, այս ամենը պատում է մեզ եւ շղարշում մի կաղապարի մեջ, որտեղ թվում է, թե այլևս ոչինչ փոխելու հնարավորություն չկա, եւ որպես վերջին հույս դիմում ենք Աստծուն։ Այնինչ պետք է ի սկզբանե հուսալ Տիրոջը, անդադար աղոթել, փառք տալ նրան ամեն ինչի համար, ամեն սկսվող գործի, ամեն լուսաբացի, որը նա ծագեցնում է եւ արդարների եւ մեղավորների համար։ Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծո սերը սփռված է մեր սրտերում, Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Այն ճանապարհը, որ անցնում ենք Աստծո հետ, գուցե լինեն դժվարություններ, փորձություններ, բայց ոչ հուսահատություն։ Իսկ ճանապարհը մեկն է՝ սիրել քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով։ Այս է մեծ եւ առաջին պատվիրանը, եւ միայն նրան ապավինելով եւ վստահելով կարող ենք հաղթահարել ամեն բան։ Հիշեք, որ Տերն է հույսը, եւ նրա սիրով լցված սրտում միշտ կա հույս, որը կառաջնորդի բոլորիս դեպի լույս։